Ժորժան Նիկոլ Փաշինյանը բան ունի ասելու, դիտեք։ Դուք հասկանում եք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին ապրում է մի բանի համար՝ տուգանվելու, տոկոսի տակ ընկնելու։ Անցավ 7 տարի Ժորժան եւ հարստացան միայն իրանք։ Տուգանվելու մատերիալ կներեք արտադրությունս համար, ժողովուրդը այդպես էլ մնաց։ Ինչպես որ Նիկոլ Փաշինյանը անվանում էր մեզ։ Ժողովուրդը իրականում ստացավ այն, ինչը որ պետք է ստանար։ Որովհետև ժողովուրդը արխայնացավ, որ եկել է փրկիչ, որը փրկելու է Հայաստանին, որը փրկելու է հայ ժողովրդին եւ որևէ պահանջատիրություն չցուցաբերեց, չպահանջեց իշխանություններից, ասելով թե դա ժողովրդի իշխանությունն է, բայց ժողովուրդը պետք է մի բան շատ լավ հասկանա, որ 30 տարիների ընթացքում իշխանությունները փոխվել են, բայց յուրաքանչյուր իշխանություն մտածել է իր սեփական շահի մասին, իր նեղ էլիտար խմբերի մասին, իր թիմակիցների մասին, ոնց որ Նիկոլ Փաշինյանը հարստացավ։ Այո, հարստացան նաև նախկինները էլ ավել Նիկոլ Փաշինյանի ժամանակ, հարուստները ավելի հարստացան, աղքատները ավելի աղքատացան, ժողովուրդը գնալով ավելի վատ սկսեց ապրել։ Նիկոլ Փաշինյանի թիմը, ինչպես որ հիմա մենք տեսնում ենք, շատ լավ է իրան զգում։ Եվ 7 տարիների ընթացքում իրանց վիճակը կտրուկ բարելավվել է։ Բայց ինչու է այդպես, որովհետև ժողովուրդը պահանջատեր չի, ժողովուրդը ասում է իմ ձայնը ոչինչ չի որոշում, իմ ձայնը ես որևէ բան չեմ կարող անել։ Ժորժան, եթե չեք ուզում որ լինեն նախկինները, չեք ուզում որ լինեն ներկաները, ուրեմն դուք կանգնեք ոտքի, ուրեմն դուք եղեք պահանջատեր, ուրեմն դուք ասեք, որ ձերդ այդպես չի կարելի վարվել։ Եվ որևէ իշխանություն չի կարող վարվել ժողովրդի հետ, որովհետև ժողովուրդն է այս երկրի տերը, իսկ իշխանությունը ժողովրդի ծառան։ Իշխանությունը ընդամենը վարձու աշխատող է, եւ եթե ժողովուրդը լինի պահանջատեր, եթե ժողովուրդը լինի մասնակից, եթե ժողովուրդը չլինի անտարբեր, ապա ամեն ինչ շատ լավ կլինի։ Յուրաքանչյուր իշխանություն կլինի հաշվետու։ Ուրեմն եթե դուք դեմ եք թե նախկիներին, թե ներկաներին, ոտքի կանգնեք, ձեր խոսքը ասեք եւ որևէ քաղաքական խմբակ ձեր դեմը ուղակի ոչ մի բան է, ոչ մեկ է։ Այո, միանշանակ այդպես է, բաժանորդագրվեք ի մեջին։